Բարև բարեկամներ, բոլոր ժամանակներում էլ հայն ապավինել է իր բազկին ու մտքին։ Ինքնապաշտպանությունն էլ շատ հաճախ սեփական ձեռքով պատրաստած զենքով է իրականացրել։ Այսպես եղավ նաև Արցախյան շարժման սկզբնափուլում, երբ խելացի անհատների միտքը ինքնաշեն զենքեր ծնեց։ Զենքեր, որ ինքնապաշտպանություն էին ապահովում։ Զենքերն այդ կերտեցին գաղտնի, նկուղներում, շատ հաճախ ճրագի լույսի ներքո, վախով ու սրտի տրոփյունով։ Այդուհանդերձ կերտեցին մեր տղաներն ու պայքարեցին թշնամու դեմ։ Արցախյան պատերազմի թեժանալուն զուգընթաց ինքնաշեն զենքերը փոխարինվեցին հզոր զենք զինամթերքով, սակայն ինքնաշեն հրացաններն ու ատրճանակները մոռացության չմատնվեցին։ Նրանց մեծամասնությունն այսօր ցուցադրված է հանրապետության տարբեր թանգարաններում ու յուրաքանչյուրն իր հեղինակն ունի։ Արցախյան շարժման տարիներին ինքնաշեն զենքի արտադրությամբ ու սեփական մտահղացումներով զարմացրեց Վալերի Քոչարյանը, սակայն շատ ուշան անհատներ, ովքեր այսօր էլ ապրում են մեր կողքին, եւս ինքնաշեն զենքեր են կերտել ու գրեթե 30 տարի լռել այս մասին։ Ստեփանակերտի արտադրական կոմբինատի պատերի ներսում այսօրինակ մի հեքիաթ է հյուսվել ժամանակին, որն էլ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում։ Մենք անցյալից ենք հիշում, որովհետև այն ժամանակներում, երբ արդեն պատերազմի հոտնարկյամ, մենք էլ զենք չունեինք եւ երևի թե յուրաքանչյուր մարդ էլ պիտի մտածեր, բայց ամեն մարդ կարող է մտածել, բայց ամեն մարդ չի հնարավորություն ուներ, որ զենք սարքեր կամ նման ինչ-որ մի բանով եւ ինքնաշեն զենք էր սարքում։ Սերգեյ Գրիգորյան, Ստեփանակերտի արտադրական կոմբինատ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն։ Եվ ոչ թե մենակ այս կոմբինատում եւ տարբեր հիմնարկներում եւ մարդիկ իրենց մտքերը տվել էին դրան, որ ինչ որ ինքնաշեն զենքեր սարքեն, որ ասում է եւ այդ ինքնաշեն զենքերը սկզբնական process-ում էլ ահագին օգնություն է տվել, որպեսզի զգան, որ իսկականից ժողովուրդը պատրաստ է անգամ այդ պատերազմին։ Եվ նման զենքեր ստեղասարքվել այս կոմբինատի տարածքում եւ փորձարկումներն ա կատարվել եւ բարձա պիտի գնահատվի նման գործերը եւ այսօր ինձ համար շատ հաճելի է որ հետքերով քիրում է այդ հետքերով ու գտնում այն մարդկանց ովքեր որ այդ գործերը կատարալ դա այդ միասին ես հիշում եմ երբ Վալերի Քոչարյանը Վալերի Սեդրակովիչը մոտեցել էր սիգնալի ռակետաների հարցերով եւ տարբեր ծրագրեր ուներ, մեծ ծրագրեր ուներ իրեն, ասեց ինչն է հնարավոր, ու մենք էլ Գասոյի հետ միասին մտածեցինք, որ որը հնարավոր է մերես հիմնարկում, ու հետո իրանք արդեն իրար հետ կապվեցին, ամեն ինչն էլ եւ արդեն ինքն էլ վճարում էր, ճիշտ ասած այդ հարցերի ճիշտ է ոչ այն ձևի, բայց էլի ձգտում էինք այն կատարված է մարտիկով որ աշխատում էին վրան, այն հումքի վրա այդ վճարումները կատարում էր եւ այդ մարդն էլ Գասեվանի հետ կապվելով արդեն տվել էր ինչը սարքվել էր պրեսֆորմաների եւ ջերմապլաստ ավտոմատի վրա արդեն այդ սաղ այդ սարքում էր դրանք սիգնալի ռակետաներ ա եղել, այդ գիრძաներ ա տարբեր որոնք որ պիտանի էր ինչ որ մի բան կատարելու համար։ Այս ժամանակ կարծես թե մարդկանց մեջ վախ չկար իրենց հանդեպ։ Մարդիկ անգամ ազնազողության էին գնում։ Կարծես թե չէինք մտածում որ այդ բան, որովհետև մտածում էինք որ մեր թիկունքում զավակներ կան, երեխաներ կան, ծնողներ կան։ Ես մինչև 88 թիվս դե գլխավոր ինժեներ եմ ելել։ 88 թվականից Ասկերյանի դեկորատիվ սալիկների գործարանում աշխատալ դեռ տնօրեն, ճիշտ ասած մեր մոդել են ես կուզեի մի անուններ տար անգամ Օհանյան Արմոն Արմայես Խուրշուդովիչ ողորմածիկ ջայր տղա մարդ ա եղել նայել էր դեռ սարքում է անգամ այդ բադարայում օգտագործվել այդ զենքերը ստոլներ ա սարքվել անգամ ալյումինիից մինամյոտներ բան էս եւ ասած որ մի անգամ օգտագործման համար էլի եւ տարբեր էլի եւ ես կարող եի ասել որ մի օր էլ Օմոնը եւ թուրքերը նալոտ են արել հենց դեղ այդ մեր գործարանում այդ Ասկերյանի։ Հետո մեկ էլ արդեն պատերազմին մասնակցել եմ 2-րդ վաշտում, 4-րդ գումարտակում ու 94 թվականից նորից այս գործարանի տնօրենն եմ առ այսօր։ Մոք վեր այս ցեխը պես քրալ։ Բաքվից սպիսատարած պենն բերալ։ Գարսևանը որպես մեխանիկ, ես էլ էլեկտրոնիկան պատար զբաղվելիս եմ։ Այդ ստանոկը հանց սարքալը Վերտարала полуавтомат, автомат
10 տարեկան խոխանել այդ սա մեխանիկան սա գացուն աշինել։ Իրան մեջին իլելա, ձերքերը ոսկի ելել։ Վիտալի Սարգսյան, Գարսևան Պողոսյանի ընկերը։ Ասակ ստի սարքիկ, ես ասամ գաց ուզես իմ պենշինիկ, դավայ, շինումա։ Ասում ստի իմ պենանիկ, դավայ, շինումա։ Հանցրալըք, վեր 10 տարեկան խոխանել կարող է, կյարը տր գործանալ։ Տրների հանցարկալըք, վերքան հանց պես չանին։ Սիգլակոխն տամ տորը ինք ինքպես վելիս էլել։ Զարմացած ես միս ինչա։ Մեր կողքին մին օթաղ չկարա գործնելիս։ Դի ինչ կրես ալ գացուն այդ մեխանիկան, ուժե գիտալիս էլել։ Մետրոնակման մաշիներ ռեմոնտնելիս։ Բայց արուժի սարքելի, դե ուխտին համ մտածալ թակ, կարող է սովետский մարդը արուժի սարքել։ Ինչ մինոզմա քեսպանը։ Տրանսդեմ։ Դե վնուժին այդ արուժեն ինքը ոզալ չի արուժեն ինքնա ինքը շվախսկի տա մտածալ չի։ Բայց որպես մեխանիկ հասկացալ էր կարելի է սարքած։ Ի սարքալի։ Մեխանիզմի գործում հմտացած Գարսևան Պողոսյանի միտքը սկսեց պրպտել։ Անքուն գիշերներ էր անցկացնում, գծագրում, զենքի արտադրություն ուսումնասիրում, մինչև որ նախաձեռնեց առաջին հրացանի ստեղծման գործը։ 1988-ին ստեղծեց զենքն ու որոշեց փորձարկել այն։ Փորձարկումն էլ իրականացրեց աշխատավայրում արտադրական կոմբինատի պահեստներից մեկում գործընկերոջ ներկայությամբ, քանզի նրան շատ էր վստահում։ Վիճա դե հիշում ես առաջի փորձարկումը 88 թվին վերբերալանք այս պամիշենը մտխա։ Այս պամիշենին производственный комбинат складные наласты. Пертагала, пенчлан мечи. Из Гարսևանը գիտալիս է այդքան, ես դուզ ասած դիտերնի մտչում դալ։ Ինքնա բերալստեղ ասում ստեղ փորձք է բերալ։ Գրալım հարմար։ Համոքստեղ 6 տարի միասին գործ գրալ, ցելոֆանը գրալ սարքելիս։ Այդ ցելոֆանը սկսվալ է մեր այս движением. Почти 3000 метр տարալык площади. Էներեք սարքալ, դաժվիկներ դեն ուխտին հատետի։ Մտսավերի եկալык, ասալս վիզամին բենկա փորձել է, ինչ ինձ ասաց։ Դասալ ничего. В общем, оружие. Այն ժամանակը վեր оружиեն տա вообще кошмарный բեներալ։ Միլիցիան, ԿԳԲ-ն, բեներ, սա բեներնելիս։ Լոքցինց եկան կոնֆիսկավատ դրած, եւ դրուկ գացոն մի բեն ատվիսկալալ, ստեղ կմկիտ կաղնալում, դուվերստի երիսկալալ։ Թխալ, ստղավաս մի բեն, շուվացավ, կուկող կավոտ, սպերնես դույսում եք, ասում ես ինչա գոցու։ Դու բեն զենքալ այս տեսած չում, սկացած էլ չում եք, ոզի բանակը մծարայալում, բայց դու բեն։ Երև ես պատմыз մեր կյանքը պրկալալ է, երև է։ Բայց մեր կող կավնել է, զատվորը մեր կող կավնա թրչալ։ Դե տիլալ այն մամենտը վեր գացուն, оружейник չի, գացուն պրոստը խելունք տղայա։ Իմինը գացոյի նման տղեք ես ես եմ մենք ասում, գացու դե քեզ եմ ասում։ Ես մեր հաղթանակ երիտզման տղիկն են, պատար մոդիկ սա, պատար։ Որտե հուշ չի լար։ Մենք մտա տա Երևանա կելիս քրբարանոկո վերմս թորքերը։ Ես հասկացա այդ ունդեղ ուժը մտածած, կոզից 30 տարի վիշի բեջ պատմալ։ Ես հասկացա որ դու մտածալ ես, վեր չէ քարալ բենչնել, քարի բինակ թորքի զենքնա։ Ի հատե 30 տարի ես բենչ ասալ։ Մուզեյի մտածում ասում ես սամատ բեն այս, оружие։ Вот կուննալն։ Վալերիկ Կոչարյան, Վալերիկն էլ ասա։ Դա շատ են լալիս դիտ, նվիր տղեկյոն ջնանչում։ Ես զարմացա վեր բելուբելիվից։ Самодельный пушковеряин залезтался, пушка. Я вахту ведь толкерин хам танк ерял, хам градалар. Титы эти, хартевера постоянно хищат. Просто вещь мне гидом черели. Это зенка на хуйсту вали, между наверное. Уже сгадцал вещь, что-то есть. Ничего не оружия. Ուրեմն Վիծյա, ես քզանից եւ մնացած բոլոր հարազատ ընկերներիցս ներողություն եմ խնդրում, որ այդ զենքերը սարքելուց դուք շատ
ուշ եք իմացել։ Գարսևան Պողոսյան, Ստեփանակերտի բնակիչ, ինքնաշեն զենքերի հեղինակ։ Այն վաղտը ես սարքելուց սաղել եմ անում եք։ Ռուսներից էլ եմ վախել, թուրքերից էլ, հայերից էլ։ Ինձ ներող կլնիք, որ Այդքանը ես հասկանում եմ, Գարսևան, երևի լավ սրալ եք պատմած։ Էտա քեզ բրկա։ Եվ մալադեց եմ մարդկանց, նորից մասում քեզանից բռնած մնացած ադուրս եկած։ Վեր իմացել են և ես 27 տարմը մյուս մարդին չեն փոխանցել։ Առաջի փորձարկումը անելուց մեզ մի հատ հասակավոր մարդ ա եղել լիդերներից Վարդանդային։ Իրան կանգնեցրել ենք այնտեղ, որ վարոտին նայի ռուսները չգան։ Ես ու Վիթյան մտել ենք ստեղ։ Ուրեմն Վիթյան կանգնել ա իմ հետևից։ Ես զենքը վերցրել եմ առաջի փորձարկումը, որ սենց խփեմ։ Ուրեմն մի բան ինձ վերևից ասել են, որ առաջի անգամնա դու զենք ես խփում, փորձարկումը անում ես։ Եվ Վիթյային ասեցի, Վիթյա, հետ գնա։ Ես անցա ես պատի հետևը, որ փորձեմ սենց։ Վիթյան էլ անցավ են կողմը, որ ես մեծ բանովս կրակեցի, ուրեմն էդ եմ հիշում։ Այդ զենքը զատվորը պոկվում է, հետ գնեմ, եմ պատին տնգվում։ 45-անուց մագազին է, պայթում է այդ մագազինը։ Ուրեմն չեմ ջոկում, ձեռիս վրա սենց բանա փաթաթում, 50 սանտիմետր այդ պրուժինն է մագազինի։ Ես իմանում եմ, թե ձեռս է պոկվել։ Մեկ էլ նայում եմ, սա նորմալ է։ Նայում եմ Վիթին, Վիթյան գույնը փախած։ Զենք սենց գցում եմ պայթած զենքը։ Ես ու Վիթյան փախնում ենք։ Դուրս են գալիս բանը, տենն Վարդանդային ասում է, այդ տղա ասում է, այդ պուշկա ես պայթեցրել ասում է։ Ու փախանք դեղ ստանոկների մոտ, ոչմ դեղ հավաքեցի ջուրլոցի ստանոկի մեջը, մի քիչ էլ հողացեցի, ստանոկը պայթեցրեցի, որ ռուսները գան չջոկեն, որ ինչ-որ ուրիշ տեղա պայթուց եղել։ Եմ պամիշենին ծոխով լցրել ենք, որ ոչմ խապենք, էտել ենք արել։ 27 տարի անց լավա որ ես պատը փոփոխություն չեն արել և այս պատի վրա սաղ այդ պամպուշների հետքերն է, որը որ ստեղ հաս տախտակներ էի դրել, վրեն DSP, որ ես տոշնի խփեմ, ու ինչ որ մնացել է տախտակների վրա, ինչ որ անցել է մնացել է պատերի, այնտեղ սաղ պատրոններ է, սաղ, իրանց հետքերն է այս պատի վրա։ Հենց առաջի զենքն է, հենց առաջի փորձարկումը 88 թվին, ուրեմն թուրքը, որ ասել այն թուրքին, այն Սիրիում կնիկը, որ ասել է դուք պոդպիսներ եք հավաքում, մենք փող ենք հավաքում, ձեր գլխները ուտելու ենք, իմ առաջ երեխաս ծնված է եղել։ Եվ ասել եմ, եթե կնիկը ասողը տա, ուրեմն ինչ որ մեկից լսել է։ Միջև 3 ամսը ես այդ զենքը բերել եմ ստեղ փորձարկում արել։ Վիթյան մկա, Օղորմատիկ Վարդանդային ներկա եղել, իսկ այդ զենքն էլ քանդվում է, փոքր բանադառնում, դաժե որ ասում է բերելուց 24-ին կրլոնների ղաթը յուղ եմ ածել, որ չջոկեն, ավտոյում ինչ կա, այդ սաղ մտածել ենք, բայց դա եղել է 88 թիվը։ Եվ մենակ էտ չի, ու դրանից հետո, փորձարկումից հետո սկսել ենք ուժե ավելացնելը ջոկատի տղաների համար, ոչմ բոլոր մարդկանց համար սկսել ենք պիստոլետ պուլեմյոտները սարքելը։ Այն վաղտ պետք էր փոքր զենք, որ չերևա։ Այդ զենքերը 4 հատ զենքը 24-ի զապասկի մեջ քանդում էինք, հավաքում զապասկան փչում, ոչ մեկը չի ջոկում, որ զապասկան տանում ենք, ոչ որտեղ պետք է օգտագործում են իրանց հալան, մեր հողի ջրի համար ազատագրման։ Նորմալ մարդը պիտի հասնի իրան նպատակին։ Իսկ սա ոչ թե մենակ նպատակ է, այլ փրկություն է մեր հողի ջրին, մեր երեխոցը, մեր պապերին որ ասում է
հանգիստներին։ Ուզում ասեմ, դա միտքս է դա։ Երկրորդը, որ ուժը փորձարկում արել եմ, սա ուդաշնի գնացել է, նորից եմ ասում, ուժը, բայց ոչ մեկը չի իմացել։ Մենակ տեղ ոչ հեղինակ կա, ոչ օգնող կա այդ զենքերին։ Հենց հեղինակը, հենց սարքողը իմ գլուխսա, իմ ձեռներս։ Հատուկ մարդկանց էի տալիս են որասմա, որ են որասմա, վստահել է։ Տանում էին կրկժանից բռնած, մարաղայից դուրս եկա։ Իրար հաջորդեցին երկրորդ, երրորդ, չորրորդ եւ մյուս զենքերը, որոնք բոլորն էլ նույն միտքն ու ձեռքը կերտեցին։ Խավար անլույս գիշերներին ավտոտնակում ճրագի լուսավորության տակ էր աշխատում։ Լուռ ու անխոս միայն խարտոցի ձայնն էր ցրում խորհրդավոր խավարն ու լռությունը։ Մտերիմ հարևաններն անգամ չէին կասկածում, թե ինչ է ձեռնարկել Գարսևան Պողոսյանը եւ ինչ է ստեղծում։ Իսկ իմացողներն էլ տարիներ անց են արտահայտվում։ Ստեղ վերբենը սրալ թխելիս սելալ, հա։ Հետո ստեղից ես մեր մտը դա վեր նոր տարավը վեր խրավացը բենը ռալանք տարա։ Հալազանը խփես բեն, ես մինեմին, հա։ Զորավ հաստրել ենք, հետո են բակի տարածքն էր երկրորդ դպրոցին, հա, երկու հանդեղնի եկավ, խարավացը սրալ ենք։ Տիա, դժվար պայմաններ ար, բայց ես զարմացալ եմ վեր, հետո ակազվից օգտագործել ես նրա մեր կրվի ժամանակ այդ զենքերը, հա։ Շարժումը որ սկսել է, մենք ապրում ենք Սարոյան 41 շենքում, մեր շենքում նկուղ չկար, դպրոցի տնօրենը այն ժամանակ Հայրապետյան Գուրգենն, մեր երեխաները կանայք երկրորդ դպրոցում այնտեղ նկուղում ապրում էին, մենք այստեղ հերթապահություն էինք անում բակում։ Վալերի Հայրյան, Գարսևան Պողոսյանի հարևանը։ Դե մեր Գարսևանը, ինչպես իմանում ենք, փոքր ժամանակ մեր երեխաների հեծանիվները վերանորոգում էր, մեքենա էր վերանորոգում, հետո մի անգամ ասեց, արի մի հատ ստեղ նայիր, մի բան կա, գնամ ստադիոնում փորձարկեմ գա։ Գնաց փորձարկեց, եկավ դե ես էլ այդքան չհասկացա ինչ էր բան, հետո եմ հասկացել, որ այն ժամանակ փորձարկել էր բանը, ատրճանը կամ փոքր հղացա, ես այդքան չի հասկան, փոքր այնտեղ ստադիոնում փորձարկում էր իրիկունները ուշ։ Մենք այստեղ երեխաների համար հաց բան շինած պատրաստ իջնում էինք, ինքն այնտեղ փորձարկում էր։ Իրեն ձերքերը ասած չէ ոսկի է, ամեն ինչ կարում էր սարքեր, ամեն ինչ բան։ Դե ես մի անգամ տեսա, դե դա մեծ նշանակություն չտվի, էլի։ Այնտեղ տիրի պատը ուներ դնում, խփում բան, դե ասեցի հայելի վետախ, բակա հետո ենք իմացել, որ դա օգտագործվել է մեր կռվի ժամանակ։ Այդտեղ ավտոտնակ էր երկու հատ, ես այդտեղ ավտոններ էի սարքում։ Դե շարժումը որ սկսեց, կակրած հետը գնում էր, լի, այդ երկաթի գործա, երկաթից մարդիկ կարի ենք սարքենք։ Եվ ստեղ են որ ասմա սկսեցիք այդ զենքերը արտադրելը, եւ ռուսները դաժե երկու անգամ են կոմենդանտի ժամանակ եկան բռնեցին, միջև հալականները տարան, ոչմ մարդիկ եկան բաց թողեցին։ Սա արտադրելը հենց այս ավտոտնակները մը։ Հոսանք չկար, գազը սարքել ենք, ֆիցել ենք սարքել, որ գիշերները աշխատենք, լուսավորենք, հենց այդ գազից են որ ասման լուսավորություն ենք ստացել ու սկսել աշխատել։ Սա ձեռի գործ է եղել տեղը, ուզում եմ ասեմ։ Ինքն էլ այդ զենքերը սա մեկը մեկից տարբերում է։ Էդի շտամպով կաչի մի բան չի տա, սա են որ ասма ձեռի գործերը։ Մի անգամ էլ Արկադի Կարապետյանը իրանց պոլկովնիկի ավտոին խփեց իր նիվովը։ Քշեց բերեց ստեղ, ասեց գացու ասма ախպորպես ավտոն շուտ սարքի այդ իրանց պոլկովնիկը այդ ռուսների։ Ավտոն ուրեմն սարքեցի, ասից հետո կասեմ։ 15 րոպե ժամանակ էին տվել։ Սարքեցի, ոչմ այդ ավտոն տարանք, հանձնեցինք ման այդ միլիցեյսկի ավտոն իրանց։ Եկանք ագոն ասում է, դե արի տես ոնց ես ինձ փրկել։ Բաղաժնիկը բացեց, մի ящик գրանատ։ Մի ящик գրանատ։ Այն վաղտ այդ մի ящик գրանատը ուրեմն ոչ թե մենակ ագոյին պիտի կորցնեին։ Եվ մխելա մարդիկ հետը պիտի գնային, բայց թե այդ մարդի ռիսկը ոնց էր, որ այդ մի ящик գրանատը ինքը իր նիվում դրած բաղաժնիկում
բերավ հասցրեց ստեղ։ Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանի սրահներից մեկում այսօր ցուցադրված են Գարսևան Պողոսյանի ձեռքով կերտած ինքնաշեն որոշ զենքեր։ Ատրճանակների հեղինակն ինքն էլ զարմանում է, թե ինչ ճանապարհով են դրանք թանգարան հասել, բայց միաժամանակ երախտապարտ է այն անձանց, ովքեր արժևորել են իր գործը։ Զենքերն այսօր իրենց ինքնատիպությամբ գրավում են թանգարանի այցելուների ուշադրությունն ու առավել հարստացնում Արցախյան պատերազմի պատմության էջերը։ Թանգարանի համապատասխան սրահում մենք ունենք ինքնաշեն զենքերի անկյունը, որը իմ կարծիքով մեզ համար այսպես ասեմ, սուրբ մասունքներից մեկն է համարվում, եւ ինքնաշեն այդ զենքերը մեր պատմության, ես կասեի, անկախտելի մասն են կազմում։ Մելանիա Բալայան, Արցախի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն։ Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ որ նման, ասենք, ծայրահեղ իրավիճակներում մեր ժողովուրդը իրոք ձեռնամուխ է եղել զենքերի արտադրության նմանօրինակ գործին։ Եվ պիտի խոստովանել, որ հատկապես վաղ ժամանակներում մենք բնականաբար որևէ տեղից զենքի օժանդակություն ստանալու երաշխիքներ չունեինք եւ մեր ամբողջ, այսպես ասած, հույսը միայն մեր տեղական տեղում, այսինքն նմանատիպ զենքերի արտադրությունն է եղել։ Պատմության մեջ իհարկե նման օրինակները բազմաթիվ են եւ ես ուզում եմ հատկապես հիշատակել 1720-ական թվականներին, երբ որ Արցախում Գանձասարի Եսայի Հասան Ջալալյան կաթողիկոսի գլխավորությամբ կազմակերպվեց ազգային ազատագրական պայքար եւ դա մեր պատմության մեջ այսպես ասած հիշարժան ազատագրական կռիվներից են եղել այդ ժամանակների կռիվները եւ այդ ժամանակներում զենքը հիմնականում արտադրում էին տեղում եւ համատության համար միայն եթե նշենք, որ Եսայի Հասան Ջալալյանին հաջողվեց ստեղծել հենց բուն Արցախի տարածքում 40,000-անոց զորք եւ 40,000-անոց զորքի ամբողջ զենքը տեղում էր պատրաստվում, սա կարծում եմ խոսում է այն մասին, որ զենքի արտադրությունը իրավամբ, այսինքն ես նկատի ունեմ ժամանակի համեմատ զենքի, դրանք իհարկե սրեր, նաև հրացաններ, որոնք պատրաստվում էին տեղում։ Եվ մեր աղբյուրները բազմաթիվ փաստում են, որ հենց տեղում պատրաստում էին թե վառոդները, թե հրացանները եւ բնականաբար դրանով էլ կռվում էին բոլոր նվաճողների դեմ։ Եվ բոլոր ժամանակներում, ինչու միայն 1991-94 թվականներին Ղարաբաղյան պատերազմի, այլև դրանից առաջ էլ բնականաբար մեր ժողովուրդը բոլոր այն ժամանակներում, երբ որ այսպես վտանգի առաջ է կանգնել եւ բնականաբար մեր ժողովուրդը յուրահատուկ եւ ի սկզբանե օժտված է եղել արտակարգ ընդունակություններով, արտակարգ ունակություններով եւ ծայրահեղ պահերին կարողացել է այդ ինքնապաշտպանական իր ունակությունները իմի բերել եւ այդ ամենի արդյունքում ապահովել իր ֆիզիկական հարատեվությունը, ես կասեի։ Եվ այս իմաստով անշուշտ չենք կարող տարանջատել նաև վերջին 1991-94 թվականներին տեղի ունեցած իրադարձությունները։ Այդ ժամանակահատվածում, ինչպես գիտենք, մեր ժողովուրդը փաստորեն կանգնեց այնպիսի մի իրավիճակի առջև, երբ որ միայնակ էր մնացել եւ որևէ տեղից օգնություն սպասելն անկարելի էր եւ մանավանդ որ մեր դիմաց Ադրբեջանն էր եւ որը ավելի զինված, ավելի այսպես ասած ռազմական տեխնիկայի առումով գերազանցող ուժ էր իրենից ներկայացնում այն օրերին, ես հատկապես նկատի ունեմ 1991 թվականին իրադարձությունները եւ բնականաբար այս ծանր օրհասական պահին պետք էր կազմակերպել ինքնապաշտպանություն։ Նորից ու նորից մենք դիմեցինք մեր ներուժին եւ այդ ընթացքում ես կասեի, որ ուղղակի մեր ազատամարտիկների արտակարգ ունակությունների արդյունքում մենք կարողացանք ունենալ այնպիսի ինքնաշեն զենքեր, որոնք որ առաջին օրերին իրոք որ փրկություն էին մեզ համար եւ այդ զենքերը իրոք հաջողություններ բերեցին։ Բոլոր այս ինքնաշեն զենքատեսակները թանգարան ստացվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից օրինական ճանապարհով բնականաբար, քանի որ 1994 թվականի զինադադարից հետո բոլոր այդ զենքերը բնականաբար հանձնվել են Պաշտպանության
ֆոնդին։ Ես ուզում եմ հատկապես ուշադրություն հրավիրել այս ինքնաշեն հրացանին, որի վրա տեսնում եք խաչն է քանդակված եւ խաչի տակն էլ պատկերված է Մասիս Սարը։ Այն օրերին մեր տղաները իրոք ոգևորությամբ էին տոկորված եւ ես կասեի այդ ոգևորությունն է նաեւ մեր հաղթանակ գրավականներից մեկը հանդիսացել։ Նրանք արդեն այնքան էին ոգևորված, որ այսինքն փորձում էին ազատ տեսնել նաև խաչի ներքո տեսնել նաև Մասիս Սարը։ Այս հրացանը պատրաստված է Անդրանիկ Հովսեփյանի ձեռքերով։ Անդրանիկ Հովսեփյանը ջոկատի հրամանատար է եղել, ցավով պիտի նշեմ, որ իր ջոկատով շրջապատման մեջ է ընկել եւ բոլոր այդ տղաները զոհվել են հանուն հայրենիքի։ Բոլոր այս ինքնաշեն հրացանները այսօր մեծ, այսպես ասեմ, զարմանք են առաջացնում մեր թանգարանի այցելուների, հատկապես օտարազգի այցելուների շրջանում, երբ որ ներկայացվում է, որ այսինքն երբ որ մենք սկսեցինք Ադրբեջանի դեմ մեր ինքնապաշտպանական պայքարը, այդ ժամանակաշրջանում մենք չունեինք բանակ, մենք ունեինք ընդամենը կամավորական ջոկատներ, ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք նույնպես զինված չէին համապատասխան զենքերով եւ իրենց հույսը դրել էին իրենց իսկ պատրաստած զենքերի վրա։ Եվ մնացած զենքերը, որ դուք տեսնում եք, պատրաստված է Գարսևան Պողոսյանի կողմից, որը որ Արցախյան շարժման սկզբից եւ այդ որպես ակտիվ մասնակից եւ իհարկե նաեւ ձեռնամուխ է եղել նման, ես կասեի, որ անգամ ուժերից վեր աշխատանքի, բայց որը որ նրան իրավամբ հաջողվել է եւ ստեղծել է այնպիսի հետաքրքիր զենքեր, այնպիսի հետաքրքիր ձևավորումներով եւ ուզում եմ նաեւ ասել, որ այդ զենքերի վրա կա նաեւ նրա հենց անվանական հիշատակումները։ 27 տարի հետո նույն զենքի պատկերացումը, որ պայթեց երազումս, գնացի թանգարանը զոհվածներին, 3 օր ման եկա չգտա այդ զենքը։ Ասեցի սա ինչ որ վիտրինի տակ է դրած, կամ Հայաստանում, կամ ես մի ուրիշ տեղ։ Հետո եկա մտա մեր թանգարանը, ինտերնետում 2 զենքն ա դրած։ Որը եկա մտա թանգարանը, տեսա 4 հատ զենք ան դրած։ Ասեցի բա սրանց հեղինակները բանը ինձ բացատրեցին հələ մյուս բանը, որ սա մեր հերոս տղաներն են սարքել բան, սենց։ Ասի բա սրան հեղինակը ասма դե չկա, բայց լավ կլինի ասма ճարենք, լի շտոկը ճարենք, ասեցի բա ես որ ճարեմ, ասեց այդ մեծ օգնություն է։ Ասեցի դե լավ։ Եկա մտածեցի, ասեմ, չասեմ, մարդկանցն հետ խորհուրդ նստեցի եւ իրանք է խորհուրդ տվեցին, որ պիտի ասես։ Գնացի մյուս օրը ասեցի, բա ոչմ։ Եկեք բա ասма իմացել ես ով է, ինչ ասեցի, հա։ Ասեցի դե բա ոչմ, դրա հեղինակը ես եմ։ Բա ոնց մնացել են զարմացած, ասում ոչ թե մենակ դրանը, այլ են պիստոլետ պուլեմյոտներինն էլ։ Ու ստեղից ասեցի, այն զենքի հետևը պայթելուց հետո խաչ եմ նկարել ծակերով։ Եմեկի բանը ռուկայաթքի վրա իմ մաններից отпечатքանա մի հատ կոպեկ դրած, ոչ մեկըստի, սաղ ասել եմ, ես էլ եմ մնացել զարմացած, ով է դե հենց գնահատել այդ զենքի շնորհքը ուղարկել թանգարան, չեմ իմանում, կուզեի նոր ասма տենայի, ձեր տայի ասիմ խորին շնորհակալություն։ Դա էլ է մարտ ամսի 15 բանը, որ պիտի դակազատ անես, որ այդ զենք քոնն է։ Կաղնած Սերժիկներ, Սուսաննա էր, եթե չեմ սխալվում, ոչմ ասեցի, իրանք բացեցին, որ նայեն, դե որ ասի ձեր միտուր մի քիչ լավ չի, վերցրեցին, շուռ տվեցին, տենան խաչը կա նկարած, հետևի մասին, մնացին զարմացած, ասեց չես ուզում զենք տա, ասի չէ, ես չեմ ուզում ձեր տամ, ուզում եմ այդ զենքերը հանգիստ մնան, ասեցին բախի, դե մի քիչ համաչելով բան, չուզեցի ասեմ, որ ձեր տամ վախում եմ կռիվը սկսի, բայց և իսկականից ամսի 2-ին նորից կռիվը սկսան։ Այս ատրճանակները
որը որ չի կարելի կպած ձեռով։ Հենց քո պապիկի ձեռքի աշխատանքներն են։ Ես եւ իմ փոքր տղան Գարսևանը, որ կրում է իր պապիկի անունը, միասին այցելեցինք Ստեփանակերտի պատմական թանգարան, տեսնելու իր հոր ձեռքի աշխատանքը, որը որ կատարվել է հենց կռվի ժամանակ։ Հենրիխ Պողոսյան, Գարսևան Պողոսյանի որդին։ Ճիշտն ասած, մենք այս ամենի մասին հենց այս տարի ենք իմացել, որ հենց Ստեփանակերտի պատմական թանգարանում գտնվող որոշ ատրճանակներ հենց իմ հոր եւ Գարսիկի պապիկի ձեռքի աշխատանքներն են։ Կարծում եմ, որ հայրս մեծ վտանգների միջով է անցել, ստեղծելով այս ատրճանակները այդ ժամանակներում։ Իհարկե, մեծ հպարտություն ենք ապրում, տեսնելով այս ամենը եւ եւս մեկ անգամ էս ապացուցում է հայրերը ինչ միջոցներ էին ձեռնարկում կռվի ժամանակ, որպեսզի պաշտպանել իրենց ընտանիքները ու միաժամանակ թշնամու դեմ պայքարելուց օգտագործել հենց իրենց ձեռքով պատրաստված զենքն ու զինամթերքները։ Հույս ունենք, որ մեր փոքրիկ Գարսևանը եւս պիտանի մարդ կդառնա մեր հայոց բանակի համար։ Խելացի ու հայրենասեր արցախցիների մտքի արգասիքը ինքնաշեն զենքերն այսօր թանգարանների ցուցափեղկերում են, լուր փողերը ծուխ չեն արձակում։ Ես սնահավատ չեմ, բայց Գարսևան Պողոսյանի պատմածը մտածելու տեղիք տվեց։ Տեղաշարժեցին զենքերն ու ապրիլյան փորձությունների միջով անցանք։ Ուրեմն հանգիստ թողնենք զենքերին ու թող նրանցով զմայլվեն միայն թանգարանի այցելուները։ Արցախին հարատև խաղաղություն է պետք։